3 ամիս տևած դատավարությունից հետո այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Հարություն Հարությունյանը իր ճառում հրապարակեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գևորգյանի համար նախատեսված պատժաչափերը։ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։ Սարգիս Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։ Պատիժը երիտասարդների համար նախատեսված է միայն նրա համար, որ այս տարվա մայիսի 31-ին մի շարք քաղաքացիների հետ նրանք ցանկացել են մուտք գործել Ազատության հրապարակ։ Դեռ Ազատության հրապարակ մուտք չգործած երիտասարդները բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Սարգիս Գևորգյանը մեղադրվել էր իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու, իսկ Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ։ Մեղադրող Հարություն Հարությունյանի խոսքերով մեղադրանքը առաջադրելիս նա հաշվի առել ինչպես արարքի վտանգավորությունը, այնպես էլ նրանց դրական բնութագրերը եւ երիտասարդ լինելը։ Ամբաստանյանների Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գևորգյանի ներսագրված արարքները լիովին ապացուցված են։ Դրանց տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական։ Իսկ իրենց նկատմամբ այսօր հնչած մեղադրական ճառը երիտասարդները գնահատեցին։ Սիրուն շարադրված ինչ-որ հեքիաթ էր, էլի։ Ինքը փորձում էր իր առաջարկած մեղադրանքը հիմնավոր էր ինչ-որ մի բանով, բայց ոչ մի առումով չստացվեց։ Երիտասարդների փաստաբանները պաշտպանական ճառով հանդես կգան դեկտեմբերի 20-ին։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF